Փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջը, եղբայրներ, քույրեր, Աստված մեզ թանկագին օրեր է պարգևել, այսօրն էլ շատ թանկ օր է, որովհետև գալու է մի ժամանակ, որ այս հնարավորությունը չի լինելու։ Ուստի առաքյալն ասում է ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Տերը օգնի մեզ այս մնացած ժամանակի մեջ, որ Աստծո նպատակն է, որ մեզ պատրաստի մեծ փրկությանը եւ մենք իմաստուն լինենք փրկվելու համար։ Տեսեք, ավետարանը բաժանում է երկու մասի՝ անմիտ տուն շինողներ եւ իմաստուն տուն շինողներ, հիմար կույսեր եւ իմաստուն կույսեր, որի մեջ ենք մենք, որ կարգի մեջ ենք մենք, որ ճանապարհի մեջ ենք, նեղ ճանապարհի մեջ ենք, թե լայն ճանապարհի մեջ ենք։ Եվ իմ խոսքը ուզում եմ սկսեմ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 13-րդ խոսքից։ Նեղ դռնեն ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը ու ընդարձակ է այն ճամփան, որ դեպի կորուստ կտանի, եւ շատվոր են անոնք, որ անկե կմտնեն։ Որովհետև նեղ է այն դուռը ու նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք կտանի, եւ քիչվոր են անոնք, որ նրան կգտնեն։ Ամեն։ Շատ կարևոր է, եղբայրներ, քույրեր, մենք որ ճանապարհի մեջ ենք։ Գիտեք, կարող է ոմանք խաբված լինեն։ Գիտեք, ես մի ժամանակ մտածում էի, որ լայն ճանապարհի մեջ նրանք են, ովքեր դրսի մարդիկ են, ովքեր ժողովներին չեն մասնակցում, ովքեր մկրտված չեն եւ այլը, նրանք են, բայց հետո բացվեց, որ սա վերաբերվում է եկեղեցուն եւ առաջինը վերաբերվում է եկեղեցուն, որ ոմանք եւ միգուցե ինչու՞ չէ շատերը եկեղեցու անդամ են, ժողովներին մասնակցում են, բայց նրանք լայն ճանապարհի մեջ են։ 139-րդ Սաղմոսի մեջ հեղինակն ասում է, ով Տեր քննի իմ միտքը, ու տես, եթե ես չար ճանապարհների մեջ եմ, ինձ դեպի հավիտենական կյանքի ճանապարհը առաջնորդի։ Ինչ գիտենք, ինչ համտածում Տերը մեր մասին, ունենք հայտնություն, վստահ ենք, որ փրկության նեղ ճանապարհի մեջ ենք։ Այս ճանապարհների մեջ, եղբայրներ, քույրեր, մենք իրավունք չունենք սխալվելու, իրավունք չունենք վրիպելու, մեր դեմ ունենք չար ուժերը, պետք է արթուն լինենք եւ զգույշ լինենք։ Աշխարհը, աշխարհի հարստությունը, աշխարհային ցանկությունները, աշխարհային զորավոր գայթակղությունները, մարմնի ցանկությունները եւ սատանան, որ մռնչացող առյուծի պես մանագալի, թե ում կուլտա, ով տկարացավ, ով տրտնջաց, ով գայթակղվեց, շրջապատի եւ տանի անհավատարմության։ Աստված օգնի մեզ, եղբայրներ, քույրեր, եւ հլա տենանք ավետարանի մեջ ինչ վկայություններ կան, որ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, օրինակ, եւ որ կարդում ենք ուրեմն Մատթեոս ավետարանի 19-րդ գլխի 16-րդ խոսքից եւ որ կարդում ենք, ես ուղղակի խոսքով կասեմ, չեմ կարդա, հարուստ պատանին եւ որ մոդիկացավ Տեր Հիսուսին ու ասավ. Տեր, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Տեր ասավ պատվիրանքները գիտես եւ ասավ այո, այս բաները մանկությունից ի վեր կատարել են։ Եվ Տերն ասավ. մի բան պակաս է քեզ։ Գնա հարստությունը ծախի տուր աղքատներին եւ երկնքում գանձ կունենաս։ Գրված է, որ այս պատանին տրտմեց եւ հեռացավ։ Տեսեք,
Աստծո պատվիրանքները մանկությունից ի վեր կատարել էր։ Բայց այս պատանին լայն ճանապարհի մեջ էր։ Չնախընտրեց նեղ ճանապարհը։ Գիտեք, հարուստ լինելը մեղք չի։ Հարստություն ունենալը մեղք չի։ Հարցը մեղքը նա է, որ մարդը կապված է իր ունեցվածքի հետ։ Կարող է շատ աղքատ լինի, բայց իր 1000 դրամից այնքան կպած լինի, որ 1000 դրամը իր կուրքը լինի։ Եվ աշակերտներն ասին, բայլով կարա փրկվի։ Եվ Տերն ասավ, մարդու կողմանը դա անհնար է, բայց Աստծո կողմանը ամեն բան հնարավոր է։ Եվ Պետրոս ասավ, Տեր, մենք ամեն բան թողինք ու քո հետևից եկանք։ Եվ Տերն ասավ, որ նրանք, ովքեր թողեցին հայր, մայր, տուն, տեղ, արդ եւ այլ բաները, հարուրապատիկը կստանան եւ դրա հետ էլ հավիտենական կյանքը։ Տեսեք Աստված ինչ հարստություն, ինչա տալի, ով կտա քեզ հավիտենական կյանք։ Աշխարհի ամբողջ ոսկին չի կարա, ոչ մեկը հնարավոր չի, որ քեզ հավիտենական կյանք տա, քեզ կտրի ազատագրի հավիտենական դժոխքի, հավիտենական տառապանքից։ Իմիջայլոց դատաստանը գրված է, պետք է լինի հավիտենական դատաստանը գրված։ Այսինքն, եւ որ որոշվեց քո որոշումը, դա հավիտյան ամփոփող է լինելու։ Աշխարհի դատերը կա, որ դատվում են նույնիսկ ցմահ բանտարկության եւ ինչ որ հույս ալեմ ընթացքում ոմանց փոփոխություն է գալի, բայց այդ դատաստանի մեջ ոչ մի փոփոխություն չի լինելու։ Մենք այսօր որ ճանապարհի մեջ ենք, եղբայրներ եւ քույրեր, Աստված օգնի մեզ, տեսնում ենք եւ ուրեմն հլա հաջորդ համարները նայենք ավետարանից, տեսեք ավետարանի մեջ ինչպիսի վկայություններ կա եւ Ղուկասի ավետարանի ուրեմն 9-րդ գլխի 23-րդ խոսքից եւ ամենուն կսեր, եթե մեկը կուզե իմ ետևես գալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնե եւ իմ ետևես գա, որովհետեւ ով որ կուզե իր անձը ապրեցնել, պիտի կորցնե զանիկա, եւ ով որ ինձի համար իր անձը կորցնի, պիտի ապրեցնե զանիկա։ Քանզի ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իր անձը կորցնի կամ վնաս ունի։ Ուրեմն եղբայրներ, քույրեր, մենք կանչված ենք այս աշխարհի մեջ մեր անձը կորցնելու։ Թե չէ մենք ուզում ենք համ աշխարհը, համ երկինքը։ Սա հնարավոր չի։ Սա հավատքի հարց է։ Եվ մենք եւ որ նայում ենք մեր նախքինների կյանքին, օրինակ Մովսեսի օրինակը շատ լավ օրինակ է։ Փարավոնի աղջկա որդի էր, Եգիպտոսը հզոր պետություն էր, եւ փոքր բան չէր փարավոնի աղջկա որդին լինելը։ Կարար փարավոնի պալատների մեջ իր ցանկություններով, իր ուզածով վայելեր եւ ապրեր, բայց գրված է Մովսեսը մերժեց եգիպտական պալատները եւ գնահատեց, ընտրեց Իսրայելի ժողովրդի հետ չարչարվել։ Այն որ Աստված իրան կանչեց եւ իրան պատվեր տվեց, իր համար դա էր եւ Մովսեսը ընտրեց դա։ Եղբայրներ, քույրեր, որն ենք ընտրում մենք, որ ճանապարհների մեջ ենք, նեղ դուրը, նեղ ճամփան կյանք հատանում։ Լայն ճանապարհը քո ուզած, քո ցանկություններով, քո կամքով ապրած կյանքն է, որը լայն ճանապարհն է, որը տանում է հավիտենական կորուստ։ Եվ կարդում ենք շարունակության մեջ, օրինակ Ղուկաս ավետարանի մեջ 13-րդ գլխի 22-րդ խոսքից, այստեղ էլ խոսում է նեղ դռան մասին։ Հիսուս քաղաքները ու գյուղերը պատտելով կսովորեցներ, երբ դեպի Երուսաղեմ ճամփա ելավ, մեկը ասավ անոր. Տեր, քիչ որ են անոնք, որ պիտի փրկվեն, եւ անիկա էլ ասավ անոնց. ջանք հրեք, որ նեղ դռնեն մտնեք,
Քանզի կսեմ ձեզի, թե շատեր մտնել պիտի ուզեն եւ պիտի չկրնան։ Անկե հետո երբ տանտերը ելնե ու դուռը գոցե եւ դուք դուրսը մնաք ու սկսեք դուռը զարնել եւ ասել. Տեր, բաց մեզի, անել պատասխան տալով պիտի ասե. ձեզ չեմ ճանչնա, ուրկե եք։ Այն ատեն պիտի սկսեք ասել. մենք քո առջևդ կերանք ու խմեցինք, դու մեր փողոցների մեջ սովորեցրիր, բայց անիկա պիտի ասե. ձեզի կսեմ, ձեզ չեմ ճանչնար, ուրկեք մեկդի գնացեք ինձ մե բոլոր անիրավություն գործողներդ, ամեն։ Ջանք արեք, ջանք ապետք եղբայրներ քույրեր։ Համարյա թե ամեն բանի համար ջանք ապետք։ Որ պետքա վեր կենաս, Աստվածաշունչը վերցնես եւ կարդաս, որոնց համար սա արդեն հերու բան է, Աստվածաշունչ ավետարան կարդալը ջանք ապետք։ Ամեն գործի համար ջանք ապետք։ Բայց Հիսուս ասավ, թե ով էր այս մարդը գրված չի, թե ինչպես միտք առավ, որ հարցրեց, որ ասավ, Տեր, քիչ որ են, որ պետքա փրկվեն։ Եվ Տեր ասավ, ջանք արեք, նեղ դռնով մտնեք։ Ինչ է նշանակում նեղ դուռը, եղբայրներ քույրեր։ Հիսուս ասավ, ես եմ դուռը, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Դուռը Աստծոյ խոսքն է, եղբայրներ քույրեր։ Դուռը Աստծոյ խոսքն է։ Եվ մենք պետքա Աստծո խոսքով պաշտենք իրան։ Ինչքան տեղեր է, որ մենք բաց ենք թողում Աստծոյ խոսքը։ Ինչքան է, որ մենք նույնիսկ երևի թե գիտություն չունենք, որտեվ չենք կարդում ավետարանը։ Չգիտենք ավետարանը։ Պատկերացնում եք, ինչպես մենք կարանք պաշտենք Տիրոջը։ Ինչպես մենք կարանք նեղ դռնով մտնենք։ Ինչպես մենք կարանք նեղ ճամփով գնանք։ Եվ որ մենք չգիտենք Աստծո խոսքը։ Այդ ճանապարհի համար Աստծո խոսքը պետքա իմանանք, որ գնանք։ Սովորական ճանապարհների երթևեկության համար երթևեկության նշանները պետքա իմանանք։ Վարորդը եթե երթևեկության նշանները չիմանա, դուք պատկերացնում եք, ինչ կլի։ Ուրեմն Տերը օգնի, եղբայրներ քույրեր, Աստված օգնական հասնի։ Մեր շատ նախնիները, նախնի սուրբերը գնահատել են, իմաստուն են եղել, ամենաթանկն էլ ինչպես Աբրահամը զոհաբերել են։ Եվ բայց մարդիկ կա, տեսեք, ինչ պատճառով չեն ընտրում նեղ ճամփան։ Տեսեք, ավետարանի մեջ կա Հովանու ավետարանի 12-րդ գլխի մեջ, ուրեմն 42-րդ խոսքից տեսեք, այստեղ ինչ ասում։ Ամեն պարագայի իշխաններն էլ շատեր իրեն հավատացին, բայց փարիսեցիներեն վախենալով զայն չէին դավաներ, որպեսի ժողովարանեն դուրս չձգվին, վասնզի մարդոց փառքը Աստծո փառքեն ավելի սիրեցին, ամեն։ Հրյա իշխաններ կային, հավատացին Հիսուսին, բայց փարիսեցիներից վախենալու պատճառով, տեսեք, սրանք էլ չընտրեցին նեղ ճամփան։ Հանկարծ մարդկանց աչքից չընկնենք, հանկարծ մարդիկ բա ինչ կասեն, բա կասեն հավատացյալ է, ինչ անենք, թող ասեն հավատացյալ է։ Թող ասեն հավատացյալ է։ Իմ թաղն էլ գիտեն, իմ ազգականներն էլ գիտեն, իմ գործատեղներն էլ գիտեն։ Եվ պետք կլի կարանք մեր վրա գրենք հավատացյալ ու ման գանք։ Բայց սրանք փարիսեցիների վախից չէին դավանում եւ չէին մոտիկանում։ Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, բայց մեր նախահայրերը, առաքյալները մենք կարդում ենք, տեսեք ինչպիսի անձը ուրացած, խաչը վերցրած մարդիկ էին, եւ մենք կարդում ենք Փիլիպեցիս թղթում, ուրեմն առաջի գլխի 20-րդ խոսքից, եւ իմ եռանդուն ակնկալությանս
ու իմ հույսիս համեմատ, որ բանով մը ամոթ պիտի չլամ հապա կատարյալ համարձակությունով, ինչպես ամեն ատեն, նույնպես էլ հիմա Քրիստոս իմ մարմնից մեջ պիտի փառավորվի, թե ապրելովս, թե մեռնելովս։ Ասեք, առաքյալը անձնուրաց խոսքեր ասեմ, եւ երրորդ գլխից կարդում ենք 8-րդ խոսքից, բայց ինչ որ ինձի շահ էր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի, եւ իրավ բոլոր բաներն էլ վնաս կսեպեմ ին Տիրոջը Քրիստոս Հիսուսի գերազանց գիտությանը համար, որուն համար ամեն բանը զրկվեցա, եւ աղտեղություն կսեպեմ, որպեսի Քրիստոսը շահեմ, ամեն։ Առաքյալը ամեն բանից զրկվեց, ամեն բան աղբ համարեց, որպեսի Քրիստոսը շահի։ Սա է հավատքը, եղբայրներ քույրեր։ Ոչ թե ձեռի հետ հարկ կլի կգնանք, հարկ չիլի, ես նկատել եմ նույնիսկ անձրև եղանակներին սակավ են հավաքվել։ Ինչ որ մի արգելք է, ինչ որ մի պատճառ է, բայց Աստծո գործն է դա։ Աստծո գործն է անգեի մարգարեն ասում է, ամեքը ձեր տան համարեք վաստալի, բայց իմ տունը ավերակա մնացել։ Լերը ելեք ասում է փայտ բերեք։ Սա խորհրդավոր բաներ է։ Լերը ելեք, այսինքն աղոթքի կյանք ունեցեք։ Փայտ բերեք, որ կրակը, Սուրբ Հոգու կրակը վառվի ձեր մեջ։ Եղբայրներ քույրեր, քննենք մեր անձերը։ Եթե ոչ շատ դառը կլինի մեր վերջավորությունը։ Ինչ էլ քանել որ աշխատենք, $1,000,000 էլ մեզ տան, չհավատակ որ դուք երջանիկ եք լինելու դրանով։ Ոչ մի բան մարդուն չի կարա երջանիկ անի, մարդուն երջանիկ անողը Հիսուս Քրիստոսը փառք իրան։ Փառք մեր Տիրոջը։ Գոհանանք իրանից, եղբայրներ քույրեր, որ ինքը իր լույսը բերել է մեզ համար, որ լույս բացել է հավիտենությունը, հավիտենական կյանքը։ Այս աշխարհի աղբը չփոխենք երկնքի գանձերի հետ։ Քանի ժամանակ կա, քանի հնարավորություն կա, հետո հնարավորություն չի լինելու այլևս, հնարավորություն չի տրվելու, փակվելու է դուռը, եւ Աստվածը փակելու, ինչպես Նոյան տապանի դուռը Աստված փակեց, մեկ ընդմիշտ փակվեց այդ դուռը, շնորհած շրջանը պետքա փակվի, այլևս զղջումը, խոստովանությունը չի անցկենալու, լացը ողբը չի անցկենալու։ Մենք մեզ չխաբենք։ Հակոբոսն ասում է, եթե լսում եք եւ չեք կատարում, դուք ձեզ խաբում եք։ Դուք ձեզ խաբում եք։ Խաբված չլանք, եղբայրներ քույրեր։ Թող Աստված օգնի մեզ, այս ժամանակները ռեալ օգտագործենք։ Ունենանք մեր կապը, հայտնություն ունենանք մեր վիճակի վրայով։ Լույսի մեջ քայլենք, զգուշ լինենք մեղքից եւ այլը։ Ապաշխարենք, ավետարան կարդանք, ժամանակ տրամադրենք Աստծոյ համար։ Եթե ոչ, եղբայրներ քույրեր, նորից եմ ասում, ահավոր կլի։ Ժամանակը մոտ է։ Այս պատերազմները, այս իրադարձությունները, որ տենում եմ, ակամա հիշում եմ, մոտավորապես տարու չափ, Սուրբ Հոգին ինչքան ժամանակ ասում էր երկու բան, իրադարձություններ աշխարհում, եւ Տիրոջ օրը մոտենում է, շաբաթներով, եթե ոչ մի ամիս, աղոթքների մեջ, այսպես Սուրբ Հոգին ասում էր, էլ ինչա պետք մեզ։ Տիրոջ անունը փառավորվի, բերեք զգաստանանք, եղբայրներ, բերեք քույրեր, եւ մտածենք մեր փրկության մասին, մտածենք մեր անձերի մասին, Տերը թող օգնի։